Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք մոտ 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում գործում է մի սար բարեգործական երաժշտական կառույցը։ Իր հարկի տակ ունենալով սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբ։ Կառույցը բարեգործական է, իսկ անդամները նվիրյալ վաստակաշատ երաժիշտներ, ովքեր անձնվեր եւ անվճար ծառայում են իրենց հայրենիքին եւ մշակույթին։ Այս տարվա մարտ ամսից կառույցը հասցրել է 11 մեծ համերգներ ունենալ Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում։ Այս ամենի մասին խոսելու ենք մի սար կրթամշակութային բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արևիկ Թանաշյանի, մենակատար Կարապետ Մանուկյանի եւ կոնցերտմեյստեր Շուշանիկ Վարդանյանի հետ։ Լույս առավոտին։ Բարի առավոտ։ Նախ հետաքրքիր է, ինչու Լեոնորա։ Իմ բեմական անվան ծագումը լրիվ այլ ճանապարհից է գալիս, որովհետև ես ինքս նաև օպերային երգչուհի եմ։ Եվ առաջին CD-ն, որը որ Պրոսխոմե անվանումով էր եւ հոգեվոր ստեղծագործությունների շարք էր, դա ձայնագրվեց Բեյրութում եւ Արամ Վեհափարի շնորհիվ։ Իսկ քանի որ արաբների մոտ էր ձայնագրվելու, իմ անունը Արևիկ մի քիչ բարդ էր հնչում իրենց լեզվով եւ փորձեցինք այնպիսի անուն ընտրենք, որ հենց իմ անունի թարգմանությունը լինի ու շատ մտածելուց հետո Արամ Վեհափարի հետ եկանք այն եզրակացության, որ Լեոնորան, որ հունարենից թարգմանվում է Արևիկ, նաեւ կարող է դառնալ ոչ միայն բեմական, այլ նաեւ հենց CD-ի անվանում։ Այդպես ծագումը եղավ Լեոնորայի։ Նայեք, 6 միջազգային մրցույթների դափնեկիր։ 2016 թվականին դուք ճանաչվեցիք որպես լավագույն դասական երգչուհի։ Բազում առաջարկներ, հնարավորություններ, ֆանտաստիկ պայմաններ Հայաստանի Հանրապետությունից դուրս աշխատելու, ստեղծագործելու, ապրելու, ոչ մի խնդրի մեջ չթաթախվելու, ոչ մի գլխացավանքի մեջ չլինելու։ Դուք հանգիստ կարող էիք իմաստեղ չլինել, ուրիշ տեղ լինեք, օրինակ ուրիշ երկրում լինեիք, ավելի բարձր ինչ-որ մեծ հոնորարներով, ավելի ինչ-որ ուրիշ պայմաններով, բայց դուք 3 տարի առաջ հիմնեցիք մի սարը։ Ինչու, ինչը ձեզ ստիպեց, ինչը ձեզ բերեց այստեղ, հայրենասիրությունը, մարդիկ, մշակույթը, երաժշտությունը։ Լինելով արդեն արվեստի մարդ եւ անցնելով այդ երկար եւ դժվարին ճանապարհը, հաղթահարելով այնպիսի դժվարություններ, որոնք որ իրական արվեստագետին հասանելի են, ես հասկացա մի բան, որ միայն որպես արվեստագետ, որպես միայն երգչուհի ես կարող եմ եւ այդքան հետք չթողնեմ իմ մշակույթի գործնեությամբ եւ իմ ազգին ու ժողովրդին այդքան պիտանելի գործ արած չլինեմ որպես միայն որպես երգչուհի եւ ուզեցի ստեղծել այնպիսի մի կառույց, որը որ ինձ հետ միասին կհամալրեր այնպիսի անդամների, այնպիսի արվեստագետների, որոնք որ ուղն ու ծուծով հենված են իմ հողին եւ ինձ նման սիրում են եւ ոչ միայն իմ մշակույթը, այլ նաեւ իմ երկիրը, իմ հողը։ Այո, ես շատ երկրներում եմ եղել, ոչ միայն որպես մրցույթի մասնակից, այլ նաեւ որպես համերգային ծրագրով աշխատել եմ Բեյրութում, Բարսեղ կանաչյան երաժշտանոցում, արաբների եմ դաստիարակել, կրթել, սովորեցրել եմ հայերեն երգել, բայց դա ինչ էր, ինչը որ ինձ որպես արվեստագետի կլրացներ, այսինքն օտար հողի մեջ դու այդ արվեստագետը չես կարող լինել, ինչպես որ քո սեփական հողի մեջ։ Եվ յուրաքանչյուր արվեստագետ պիտի իր արմատները ձգի առաջին հերթին իր սեփական հողում, հետո նոր մտածի արտերկրում ինչ որ կառույցների մեջ ուղղակի միայն Հայաստան անունը հնչեցնելու մասին։ Օրինակ, երբ դուք շրջում եք Հայաստանի քաղաքներով, ինչպես եք զգում, ինչ ազդեցություն է թողնում այս համերգները երեխաների, ընդհանուր մարդկանց։ Գիտեք, այնպիսին է մի սարի ծրագիրը ընտրված, որ ինքը հասանելի է ոչ միայն տարեցին, ոչ միայն երիտասարդին, այլ նաև բոլոր ժամանակների հետ քայլող ինքը ծրագիր է եւ ունենք մենակատար, ով այդ ամբողջ ծանրությունը վերցնելով իր վրա, այնուամենայնիվ այդ 2 ժամը կարող է լիարժեք հասցնել հանդիսատեսին այն ծրագրի բուն իմաստը եւ հասկացողությունը, ինչը որ մենք ներդրել ենք մեր սիմֆոնիկ նվագախմբի կատարումների մեջ։ Շուշանիկը մեր լարայինների, ջութակարների կոնցերտմայստերն է, բայց ասեմ, որ յուրաքանչյուր անդամ մի սարի մեջ, ովքեր որ ներկա են, ամեն մեկը իր լուման ունի, այսինքն դու չես կարող տարբերակել եւ յուրաքանչյուրին առանձնացնել։ Սա այնպիսի կառույց է ստեղծված, որի մեջ յուրաքանչյուրը իր աշխատանքը եւ դերն ու նշանակությունն ունի։ Գիտեք, այդպիսի խաղեր կան, չէ՞, որ ինչ որ մի մասնիկ դետալ եթե պակասում է, այդ խաղը փլուզվում է։ Նույնը մի սարն է։ Եթե ինչ որ մեկը հանկարծ հիվանդ է կամ բացակայում է փորձից, հա, փորձասրահի ներկա չէ, փորձերին,
կարծես թե ինչ-որ մի բան այն չի։ Օրինակ կարող որ մի փոքր ուշանում է փորձերին կամ բացակայում է, ասում ենք թե Կարո ջան, այսօր մի արի փորձի։ Երեխեքն ասում են թե մայստրա, բայց ոնց որ տխուր եղավ, չէ, այսօր Կարոն պակասեց մեր փորձից։ Իր ներկայությունը ավելի զգացնելի տվեց, որ բացակայությունը զգացելի տվեց, որ մենք փորձերին ավելի ակտիվ չկարողացանք լինել, այսինքն հավաքվել են այնպիսի անդամներ, ովքեր որ մեկը մյուսին լրացնում է։ Ամեն մեկը մի շարժիչի դետալ է, ու իրենց բացակայության դեպքում այդ շարժիչը եւ նվիրյալ ամենակարևորը։ Բայց ցավոք սրտի գիտեք, միշտ չէ որ 1 տարի, 2 տարի, 3 տարի գոյություն ունի մի հատ այնպիսի արվեստագետի հասկացողություն, որ ինչքան էլ մարդը նվիրյալ լինի, վերջի վերջո նա իր կատարած աշխատանքի համար ինչ որ բան է սպասում։ Միանշանակ։ Տվեց, այսինքն դու վերցրեցիր իր տվածը, բայց իրեն ինչ որ բան հետ պիտի տաս։ Որ այդ դատարկությունը հանկարծ անջրպետ չստեղծի քո կատարած աշխատանքի համար։ Դու պարտավոր ես նաև իրեն լավ նայել, որ ինքը կարողանա այդ ջերմությունը չքչացնելով ել ավելի նվիրյալը դառնա։ Ավելի մոտիվացիա։ Մեր հերոստատողին ուզում եմ հիշեցնեմ, հա, կամ եւս մեկ անգամ նշենք, որ մի սարում բոլոր երաժիշտները, ովքեր որ կան այս ՀԿ-ում, ոչ մեկ չի վարձատրվում։ Բոլորը այդտեղ գնում են մի գաղափարի շուրջ, այսինքն ես վստահ եմ, ես դրա համար զարմացա ու եթերից դուրս նույնիսկ մեր հյուրերին հարցրեցի, արդյոք հնարավոր է Հայաստանում նման բան մարդիկ գան մի գաղափարի շուրջ լինեն այդքան իրենց գործին նվիրված, լինեն այդքան հայրենասեր ու չսպասեն ինչ-որ գումարի։ Վստահ եմ յուրաքանչյուրն է սպասում է, որ մի օր ամեն ինչ այլ ուղու վրա կլինի։ Ես եթե դեմ չեք, կուզեմ մեր հյուրերին անդրադառնանք, մյուս նաև ես վստահ եմ, որ դուք այն մարդկանցից եք, ովքեր որ այն հիմքում եք կանգնած, այն առաջին օրերից ՀԿ-ում երևի դուք կայք հենց առաջին քայլերը երբ որ անում էիք, այո, այ հետ գնանք 3 տարի առաջ, հա, այ ինչպես կարողացավ Արևիկը ձեզ համոզել, գերել, գրավել, որ դուք որոշեցիք այս դժվար ճանապարհը իր հետ անցնել։ Իմ հետ, իմ համար Միսարի հետ համագործակցությունը երևի կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն էր, որովհետև նախ շատ սիրեցի Արևին, ծանոթացա մեծ արվեստագետի, մեծ մաշտու, մեծ հարազատի, մեծ բարեկամի հետ։ Այդ ամենակարևորը։ Հետո Արևը կարող է այնպես անել Միսարում, որ ամեն երաժիշտ ունի իր դիրքը, իր հաշկանքը, իր ուրույն տեղը, սկսած 15 տարեկանից մինչև 65 տարեկան։ Եվ երբ որ երաժիշտը հարգված է, իր գործը նա կատարում է լիարժեք եւ կարողանում է լիարժեքել տալ այդ իր հանդիսատեսին։ Իսկ երաժշտության նվիրված մաշտը, նվիրյալը, ասեմ, այո, ֆինանսը բոլորի համար կարևոր է, բայց երբ որ հոգևորը ունես քո մեջ, դա անհնար է բացատրել առանց նվագելու, առանց համերգների, առանց Արևի, առանց բոլոր մեր անձնակազմի անհնար է։ Մեր համերգները ասեմ հիմնականում ասեմ, որ մենք օրհնված ենք հանդիսատեսի կողմից։ Մենք այնքան ծապեր ունենք, այնքան մինչև անգամ պարեր։ Մեր համերգները բոլոր ուղեկցվում են պարերով, շատ ջերմ մթնոլորտում են ասում, որովհետև մենք տալիս ենք այն հայկականը, այն հայկական ոգին, որը ունի հիմա բոլորը ունեն դրա կարիքը։ Ես կարծում եմ կարող է այս ամեն ինչին ավելացնել կլինի ինչ-որ բան ավելացնել, թե ամեն ինչ ասված էր արդեն Շուշանիկի կողմից։ Պատկերացրեք, որ ասված է Շուշանիկի կողմից ամեն ինչ։ Համոզելու կարիք չի ունեցել ինձ Արևիկը, որովհետև ես Արևիկին ճանաչում եմ արդեն 30 եւ ավելի տարիներ։ Այսինքն մենք մի կառույցից սկսել ենք, երբ որ Արևիկը շատ փոքր էր, թե ես իրանից մի քիչ մեծ եմ, ավելի շատ եմ իրան հիշում, քան թե ինքն է իրեն հիշում։ Արևիկը իր քայլերը սկսել է եկեղեցուց։ 7 վերք եկեղեցուց Գյումրի, Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցու, որտեղ ես էլ եմ գիտակցական կյանքս անցկացրել։ Շատ ճիշտ հիմք է երաժշտականում։ Այսինքն կոպիտ ասած լեզու եմ դուրս եկել, սկսել եմ խոսել 7 վերքում։ Մինչև հիմա ապրում եմ եկեղեցում, ճիշտ է 7 վերքում չէ, բայց Շիրակի թեմում։ Մինչև հիմա եկեղեցու մեջ եմ, արդեն 37 տարի։
Այնտեղ էլ Արևիկի մանկությունը տեսել եմ, իմ աչքի դեմ մեծացել է Արևիկը, Արևիկն էլ փոքր տարիքից եկեղեցու երգչախմբում է երգել։ Բայց դուք նաև Վարդան Աթիմյանի դրամատիկական թատրոնում Խորն Աբրամյանի եւ Ողորմած Խորիկ Աբրամյանի, այո, դուք իրենց գլխավորած ներկայացումներում եք նաև խաղացել։ Շեքսպիր Սիրոաբարչյուն Չիկեր։ Բայց միանգամից դեպի երաժշտություն ինչ է ձեզ դե։ Չէ, դա ամեն ինչը բեմի հետ կապված է եւ երաժշտությունը եւ թատրոնը։ Ես պարոն Մանուկյանին մի հարց ունեմ։ Դուք շատ կարևորագույն այսպես նախագծի անդամ եք, ինչպիսի զգացողություններ ունեք, որ երաժշտությունը ձեզ համար այսպես համ արվեստ է, համ ծառայություն։ Այդ զգացողության մասին կպատմեք մեր հեռուստադիտողին։ Եվ նաև հիշեք ձեր ամենա այսպես հիշարժան կատարումը, որ այսպես ձեր սրտում առանձնակի տեղ ունի։ Միանգամից երկու հարց։ Ուրեմն երկրորդ հարցից սկսեմ։ Իմ ամենա հիշարժան կատարումը Անուշ օպերան, որ իմ մանկության երազանքն է եղել եւ շնորհիվ Լուսահոգի Կիրակոսյան հասմիկի նրա առաջարկով իմ երազանքը կատարվել է։ Բադահական, այսինքն ես չեմ ցկտել դրան, ուղղակի ստացել եմ իրենից զանգ, ստացել եմ իրենից հրավեր եւ 12 թվականին Անուշ օպերայի 100-ամյակին նվիրված օպերայի բեմադրմանը մասնակցել եմ որպես ծառո, իդեպ ասեմ Արևիկի հետ, որովհետև Արևիկը Անուշն էր։ Օպերայում։ Սա իմ ամենահիշարժան կատարումն է։ Ես կյանքիս ընթացքում շատ կատարումներ ունեցա, անհաշվելի, անհամար, բայց ամենամեծը իմ համար դա է եղել։ Սարոյի դերակատարությունն է եղել իմ համար։ Առաջի հարցը շատ կներեք։ Ինչ զգացողություններ ունեք, որ այս կարևորագույն նախագծի մասնակից եք։ Որտեվ այս միայն արվեստ չի, չէ՞, ձեզ համար նաև ծառայություն եք շատ լուրջ մատուցում։ Այո, զգացողություն ինձ համար ավելի շատ նվիրվածությունն է էական։ Զգացողությունները միշտ տարբեր են, ամեն անգամ տարբեր են, ամեն հանդիսատեսի ներկայությամբ տարբեր են զգացողությունները, բայց ուրախ եմ եւ պարտավորված եմ այս խմբի գոյությունը շարունակելու համար ամեն ինչ անելու։ Ցավոք սրտի մեր ժամանակը շատ սուղ է ու հարցերը իրականում շատ ավելի շատ էին ու թեմաներ ու կարևոր հարցեր ունենք բարձրաձայնելու։ Ես կխնդրեմ ձեզ հնարավորինս հակիրճ, հա, ես գիտեմ որ մարտ ամսից 11 համերգ եք իրականացրել Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, չունենալով ֆինանսավորում դուք սեփական միջոցներով այս կողմից այն կողմից հայտարարելով տեխնիկապես եւ ֆինանսապես կարգավորել։ Տեսեք ինչպես են եղել, քանի որ մենք չենք ֆինանսավորվում պետական կառույցների կողմից եւ չունենք աշխատավարձ, ստիպված եղանք արդեն դիմել այնպիսի հնարքի, որ խումբը չզրկվի համերգներից, այսինքն գոնե ինչ որ փոքրիկ հոնորար կարողանան օգտվել համերգից համերգ։ Դրա համար մեխանիզմը այնպես ստացվեց, որ այն համայնք, որտեղ որ մենք հրավիրվում ենք համերգի, պայմանավորվում ենք համայնքապետարանների հետ, ովքեր հոգում են մեր ճանապարհածախսը եւ մի փոքր նվիրատվություն, այսինքն դա նույնպես աշխատավարձ չէ, դա նույնպես նվիրատվություն է, սիմվոլիկ շատ փոքրիկ նվիրատվություն երաժիշտներին, բայց ասեմ, որ դա այնքան չնչին գումար է 2 ժամ տևած համերգի համար, որ հավատացեք ոչ մի երաժշտական կառույց նման գումարով բեմ չի բարձրանա։ Եվ ցավը ինչ է, նմանատիպ կատարված բարձր որակավոր աշխատանքի դիմաց, երբ որ դու դիմում ես պետական այրերին, պետական կառույցներին, որ պետության կողմից գոնե մի չնչին, ես չեմ ասում ամսական բոլոր աշխատավարձների նման վճարվի խումբը, ոչ, ես դա չեմ կարող նաև պարտադրել, որովհետև սա իմ իսկ ստեղծած կառույցն է, որը որ ես ստեղծել եմ ի սրտե իմ հայրենիքին ծառայելու համար։ Բայց գոնե պետական աջակցություն նմանատիպ կառույցներին, ովքեր իրականում ծառայում են պետությանը, մենք չենք գողանում, մենք տալիս ենք պետությանը։ Բայց նաև մեզ պետք է պետությունից մի փոքրիկ ուշադրություն, որպեսզի այն արվեստագետները, որոնք որ ուղն ու ծուծով նվիրյալն են, գոնե չհիասթափվեն։ Տեսեք, մենք շատ խոսում ենք ժողովուրդը լքեց գնաց երկրից, նման արվեստագետ ունեինք, ինչի գնաց ուրիշ երկրում է ծառայում, նման գրողներ ունեինք, նման երգիչներ ունեինք, նվագողներ ունեինք։ Մեր պետությունը պիտի արդեն սկսի այնքան ամուր ձեռքերով պահել իրական նվիրյալներին, որ մարդիկ ուրիշ ճանապարհի չնայեն։
Այդ ցավը դա է մեր։ Ես ուզում ԿԳՄՍ-ից մեզ եթե չեն Հուսամ, դիմում, որովհետև մենք ունենք նամակ, որը անպատասխան է դեռ։ Դե ես կարծում եմ, որ առաջիկայում կգործակ ինչ-որ մեխանիզմներ կունենաք հանդիպում, կգմսեմ ու մեր մյուս հանդիպումը, որ ես վստահ եմ շուտով կլինի։ Ուղղակի չստեղծվի այնպիսի տպավորություն, որ մենք կառույցը ստեղծել ենք եւ չենք հետևում նմանատիպ կարգ ու կանոնին, այսինքն երբ որ ես կառույցը ստեղծեցի, ես ամեն ինչ ուսումնասիրել էի։ Եվ անգամ իսկ մենք ունենք կնիկ, անգամ իսկ ունենք կանոնադրություն, հաշվեհամար, ամեն ինչ արվում է պետության հետ ըստ օրենքի եւ կարգի, բայց նաեւ պետությունն էլ պետք է սկսի մեզ հետ ըստ օրենքի աշխատել, որ մենք շարունակենք ծառայել մեր երկրին։ Ես չգիտեմ, վստահ եմ մեր մյուս հանդիպմանը մենք խոսենք այն մասին, որ կա կապը, կա համագործակցությունը պետության ԿԳՄՍ-ի հետ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալ մեծ թիմին։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալ ենք։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրերն էին Միսար կրթամշակութային բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արևիկ Թանաշյանը, մենակատար Կարապետ Մանուկյանը եւ կոնցեպտմեյստեր Շուշանիկ Վարդանյանը։ Շքեղ տեսք ունենք բոլորը։ Շնորհակալ ենք։ Գովաստ մեր եթերում, ինչից հետո կընդունենք մեր հաջորդ հյուրին, կրկին խոսենք մշակույթից ու երաժշտությունից։ Մնացեք մեզ հետ։